Ես ուզում եմ նաև ընդգծել եւս վերահաստատել մեր քաղաքական կամքը համաձայնեցված շրջանակում մենք իհարկե պատրաստ ենք եւ տրամադրված ենք եւ միանշանակ գնալու ենք դրան, այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճեվան ինքնավար հանրապետության միջև անխոչնդոտ հաղորդակցությունը ապահովելու այն սկզբունքներով, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք եւ մեր տրամադրությունն է նա, որ այստեղ էլ մենք պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք եւ գանք արդեն նորմալ խաղաղությանը հարիր մթնոլորտի եւ տրամաբանության այն պետք է ընդգծենք, որ դա ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում միանշանակ շատ արագ չի լինելու, որովհետեւ ես նախորդ օրը առիթ ունեցա ասելու նույն բենզինի ներկրման հետ կապված, որ Հայաստանում ասում են, որ գումարները ուղարկում ենք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ գումարներով Հայաստանի վրա հարձակվեն, նույն խոսույթը Ադրբեջանում կա։ Ես գիտեմ եւ տեսնում եմ նաեւ եւ տեղեկանքներում եմ տեսնում, որ մեկնաբանություններ կան, որ Ադրբեջանը դիզվառելիքը եւ բենզին ուղարկում է Հայաստան, որ այստեղ տանկերը եւ մնացած զինտեխնիկան լիցքավորեն եւ հարձակվեն Ադրբեջանի վրա, բայց մենք պետք է արձանագրենք, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի դեպքում դա արդեն խոսույթ է, որը այսօրվա իրողությունների հետ չի համադրվում եւ ես սա հենց այս նկատի ունեմ, մյուս կողմից մարդկանց մեղադրելու էլ չի, որովհետեւ այն տրամաբանությունը այն անի, որ պատտվել է 35 եւ ավել տարիներ, հələ 35-ից ավել, ինքը ուղղակի մի գործողության, մի լծակի, մի արգելակով հնարավոր չի կանգնեցնել, այնպես որ պետք է տրամադրվենք ավելի գործնական, կենտրոնանանք աշխատանքի վրա եւ գործնական խաղաղության գործնական օգուտները իրենք ավելի շատ բան կարող են անել, քան ուղղակի բանավեճերը տարբեր թեզերի եւ տարբեր կասկածների կամ մարտահրավերների վերաբերյալ։ Այնպես որ տրամադրվենք ավելի ակտիվ աշխատանքի եւ ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ կառավարության անդամներին, ընդհանրապես գործադիր օրենսդիր դատական իշխանության մեր ներկայացուցիչներին, այս ընթացքում իրենց պետական բոլոր մարմիններին, այս ընթացքում իրենց ցուցաբերած աջակցության եւ իրենց աշխատանքի համար, որը հնարավոր է դարձրել այն հանգրվանը, որում մենք այսօր գտնվում ենք եւ ըստ էության նոր ժամանակներ են բացվում եւ այդ նոր ժամանակներում մենք պետք է նորովի եւ առավել արդյունավետ, առավել կոնսոլիդացված եւ առավել կենտրոնացած աշխատենք այս պատմական եւ շրջադարձային հնարավորությունը առավելագույնս օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների զարգացման, ազատության, երջանկության եւ բարօրության համար։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։